Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ քաղաքագետ Լևոն Շիրինյանն է, բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Պարոն Շիրինյան, հետևում եք եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ինչ գնահատականներ, ինչ դիտարկումներ ունեք, երբ մի թևը Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ համառ դիմադրում է, չի ուզում հեռանալ, վարչապետն էլ օրերս ազգային ժողովում թվարկեց են բոլոր բարքերը, որոնք եկեղեցում տարիներ շարունակ տեղի են ունենում, որն է սրա հանգուցալուծումը ձեր կարծիքով։ Ես թվում է հանգուցալուծումը եղել է, ըստ դիակ քարշ տալու նման բան է առաջացել, թե երբ Գազատի այդ վեհարանը, որը մեր ժողովրդին ու մեր պետականությանը խիստ անհրաժեշտ է, ինչքան շուտ ենք լավ, ժամանակի հարց է։ Այնտեղ մի բան ասեմ, որ վարչապետը ասեց բաներ, որոնք շատ տարածված են նաև եկեղեցու մեջ։ Տհաճել է խոսել, բայց դրանք պետք է կարգավորվեն։ Մենակ վարչապետը բնականաբար պետական պաշտոնյա է եւ չասեց այն, ինչ որ պետք է ասեր, հիմնականը, գլխավորը, որ դա ռուսական քաղցի ծառայության պատվեր կատարող հիմնարկ է, ուրեմն սա է հարցը։ Մնացածն էլ է հարցը անշուշտ։ Եվ մյուս կողմից էլ մեզ համար խիստ անհրաժեշտ է, որ նա վերադառնա Աստծո ծառայությունով հայ ժողովրդին, որտեղ որ ասում եմ, եկեղեցին Աստծո է ծառայում, առաջինը Քրիստոսին, հետո։ Ուրեմն այս հարցը կա։ Ես ասեմ, որ ես ժամանակին եթերով, որի հետ երկխոսություն եղել է իր հետ, եթերի եւ հետո գործնական կոնտակտի միջոցով, հարցի լուծման ես մի տարբերակ էի առաջարկել եւ ասեմ, որ ով էլ որ կա կաթողիկոսի տեղապահ եւ այլն, այդ հարցը պետք է լուծի, որն է դա։ Ուրեմն մենք մոնոֆիզիտ եկեղեցի ենք։ Այդ իմաստով մենք ռուսական ուղղափառ եկեղեցի որևէ առնչություն չունենք։ Ինչքան որ քրիստոնեություն այդքանով է։ Երկրորդը ռուսական եկեղեցին, բյուզանդական եկեղեցին է, որը այն բանի հետ զինանշանի հետ միասին եկեղեցին վերցրել են ինչպես ամեն բան, կիրիլիցան եւ այլն, ռուսները։ Եվ ուրեմն ինչն է բարդությունը։ Այդ եկեղեցին, մեր եկեղեցուն դիտում է եւ քեսականություն կամ հերձվածողության նման մի բան։ Դա դավանաբանական հին վեճ է, Բյուզանդիայի ժամանակներից է գալիս, որը շատ վատ է։ Մենք իհարկե այդպեսին չենք, մենք իսկական մոնոֆիզիտ եզակի եկեղեցի ենք իր բոլոր շքեղությամբ, դավանանքի մեջ, փիլիսոփայության մեջ, ողջախոհության եւ ազատախոհության մեջ։ Մեր եկեղեցին հիմա շատ է քննադատվում նաեւ են տգետներ առիթ են ստացել անդադ եկեղեցուն քննադատել ձեռի հետ։ Եկեղեցին չի ունեցել ջիզվիտություն եւ այլն։ Դա ազատախոհությունը հարաբերական եղել է։ Հիմա ինչն է հարցը։ Երբ որ հեղափոխության օրերին ես չեմ իմանում ովքեր էին, որ հայրապետի փոփոխության հարց էին դրել, նոր հայրապետ շարժում հիշում էր։ Դե հիմա այսպես ասեմ, ես պրոֆեսիոնալ քաղաքագետ եմ, նաև կրթությունով եմ քաղաքագետ։ Ես այն քաղաքագետ չեմ, բանի գինեգործությունից եկած խաղողը սպառվել է, հիմա քաղաքականությամբ եմ զբաղվում։ Այդ ժամանակ ես հասկացա, որ անպայման ինքը շատ արագ պիտի թողնի այդ տեղը, որովհետև կա ուրիշ բան, որն է դա։ Ոչ միայն ինքը չի կարող կատարել են ֆունկցիաները, որ հայոց հայրապետի համար նախատեսված, այլ նաև ասեմ, այն բոլոր երկրները թվարկեմ, Գերմանիան, Հարավային Կորեան, ուրեմն Թայվանը, եւ այլն կարող եմ շարել աշխարհի ամենալավագույն պետություններ, որոնք ունեն լավագույն արդյունք, բոլորն անցել են արդիացման կամ մոդեռնիզացիայի քաղաքական շրջան, որի առաջ հիմա Հայաստանը կանգնել է 4-րդ հանրապետությունը, որ ասում է, չէ, ըստ էության մոդեռնիզացման հարց ունի, արդիականացման հարց ունի, որպես պետություն եւ այլն, եւ այդ երկրների փորձը ցույց է տալիս, որ անպայմանորեն ուրեմն դավանանքը կրոնը դեր ունի մեջը դրական։ Ոչ մի երկիր
Հիմա էլ եմ զգուշացնում, հետո բաներ չնեն։ Այդ չի կարողացել մոդեռնիզացման հաջողության հասնել մեծ հաշվով։ Եթե սեփական ժողովրդի ինքնությունը ներկայացնող դավանանքը կրոնական, փիլիսոփայության առումով էսպես չի օգտագործում ըստ անհրաժեշտության։ Իմ նկատառումը դա էր, որ ուրեմն մեզ պետք է, որտեղ հեղափոխությունը, գիտենք, գողապետություն, լուտոկրատ իշխանություն, այլասերված նախագաներ իրենց միջավայրով եւ այլն։ Հիմա ես դա վիրավորելու համար չեմ ասում, քաղաքական այլասերության մասին եմ ասում, որտեղ իրենց անձնական կյանքը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում եւ իմ բնավորությունն այդպեսի շատ չէ։ Հիմա ես այդ եթերով դիմեցի իրեն, ասեցի, որ դա ոչինչ հիմա Քրիստոսին կարելի է ծառայել ինչպես կաթողիկոս, այնպես եւ շարքային, եթե դա շարքային է, նաեւ ուրիշ գործերով եւ առաջարկ ունեի։ Եթերում ասել եմ դա։ Մենք մոնոֆիզիտ եկեղեցի ենք եւ մենք կրթական բարձրագույն լավ հաստատություն չունենք։ Մեզ այդ մոնոֆիզիտ եկեղեցու հետևորդներ են ղպտիները, մեր քույր եկեղեցիներ են, բոլորը չեն, ասորիները, Մալաբա Հնդկաստանում ցեղ կա լավը չգիտեմ, բայց կա, մեկն էլ դա է, եթովպիական եկեղեցին եւ այլն։ Հիմա որ դուք գնաք Երուսաղեմ, դուք կտեսնեք, որ ճրակ են լույսի օրը, որ ասում են, ճրակալ այդ օրը, այս վեց եկեղեցին միասին են նշում մեր եկեղեցու գերակայությամբ, որ իրենք ընդուված է դա գերակայությունը մոնոֆիզիտ։ Ուրեմն մնացած եկեղեցիները լատինական ուղղափառ եւ այլն դիոֆիզիտ են, երկաբնակ են։ Բացառապես միայն մենք ենք այդ եւ մենք ենք, որ Քրիստոսի նախնական կերպին քաղկետոնի ծառաջ եւ հետո չենք դավաճանել։ Մենք մնացել ենք հավատարիմ նախնական կերպարին, ասեմ, որտեղ փակագծերը պետք է բացվեն։ Եվ այդ իմաստով ես դիմել էի, որ շինարարի ասում են, դե ես չեմ ճանաչել, չգիտեմ, մեծ շնորհք ունեք, հավատել չունեք, ասում են, որ եւ հազար մի բաների մեջ թաթախված եք, ինչ եղել է, հանուն մեր եկեղեցու ինչ իր պատկերի եւ այլն, իմանալով որ սովետական տարիներին չէր կարող KGB-ի ворչելներ եւ հիմա չի կարող ռուսական գաղտնի ծառայության բացառված է դա։ Այդ հիմքը դրվել է Պասկևիչի ժամանակից Բոլոժենիայից, այն Պասկևիչը իբր թե որ հայտնի է ազատարար, այդպես չի, 1836 թե 7 թվականից Բոլոժենիան է գործում եւ հիմա նույն տրամաբանությունն է Ռուսաստանի կողմից։ Եվ ասել է որ մի իսկական ակադեմիա կազմակերպի, ում էլ կուզես օգնենք, ինչպես որ ես հեղափոխության օրերին տեսեք ես պաշտոն չեմ վերցրել։ Ուզեի, բայց ես ասել եմ բերեք օգնենք վարչապետին, կայացնենք այն պետություն, որ ուզում ենք։ Հիմա եւ այս մարդը մտավ երկխոսության մեջ ուրիշի միջոցով, թե մի քանի օրից հետո հանդիպենք բան, ես ձեր համար շատ արգված Սուքիասյան Հայկիմյաս, ասի սա ցերեց։ Ցերում է, ոչ թե ուզում է հանդիպել, հանդիսավոր բան, հաջորդ օրը աթոռից զանգեցին դիվանապետներ եւ ասեց որ հայոց հայրապետը է գնում Ամերիկա, կգա կհանդիպենք, ասել էր ցրեց բրծավ։ Բայց նա ինձ ինչ էր անում, եմ հիմնարկ որտեղ աշխատում էի, նրա պետի միջոցով, այսինքն օգտագործում է նրա միջոցով ճնշի։ Ես այդտեղ ուղղակի ուրիշ հաջորդ օրը մի բանով ասեցի, լսի ճնշվող մարդ չես գտել, դու ֆռիգները մի արա։ Ես անկեղծ եմ ասել, մի հատ բան ունենանք, նախ այդ մոնոֆիզիտ դավանանքը փիլիսոփայություն անկախ պետականության շրջանում պիտի զարգացվի, բացի, որ ժողովրդի հավատը պիտի վերականգնվի, նրա փիլիսոփայությունը պիտի բացվի, բարոյական արժեհամակարգը սովետական անցյալի այդ ժառանգությունից ու ժանգից պետք է ազատվի այդ բոլորը, նաև պետք է մաքրվի KGB-ից։ Հիմա դու այն բանը արա եւ մենք ունենանք մի հզոր ակադեմիական կենտրոն, որ չենք ունեցել, եւ այն նաև փույլ եկեղեցիներ, որոնք թվարկեցի, բնականաբար սիրով Էջմիածնում կկան կրթություն կստանան, կգնան։ Ինչպես որ հիմա դուք գնում եք Սերգիև Պասադ, հա, ուրեմն գնում եք այնտեղ դիոֆիզիտ եկեղեցու դավանանքը սովորում եք, ձերից հեռանալով, չհասկանալով ինչ է եղածը,
մենք բոլորս գիտենք, որ նաև ռուսները լավագույն սովորություն ունեն։ Այդ կենտրոններում վերբովկա են անում, միանշանակ։ Եվ այսինքն մենք ունենում ենք ինչ, դրա համար իրենք սիրով են կրթության դանում, ինչպես որ բանակային մեր սպայական կազմին տարան, կրթություն տվեցին, հետո մենք իմացանք, որ այս տարիներ շարունակ մինչև պարզվեց, որ մեր սպայական կազմը, որ գնում Ռուսաստանում, Կազան եւ այլն, Լենինգրադ, չգիտեմ ինչ կրթություն են ստանում, ուրեմն ռուսական հոսքերի հետ չեն կրթություն ստանում։ Այնտեղ հազարով մի բան, որտեղ փողով, մողով, երշիկով, սրանք էլ բարձ թվերը նշանակում տալիս են, փչացնում են սպայական կազմին։ Իմացեք, Ռուսաստանը բոլոր բարեկամներին փչացնում է։ Չեմ ասում, մեր պարական ուրիշ է, ավելի վատ։ Եվ այսպես ասի լավ կլինի կունենանք, եւ այսպես այդ հարցը մնաց, որից հետո այսքան հիշեցնեմ։ Կարծում եմ ոչ մեկ ինձ չի մեղադրի ինչ որ գողմնապահության մեջ, եւ կհիշի, որ ես 4-5 տարի է մեր եկեղեցու տարբեր ուրեմն վանքերից, եկեղեցիներից եւ այլն ամեն կիրակի գրեթե բացի ձմեռվա ցրտերը հաղորդում եմ տվել շրջայց իմ հաղորդաշարով գուսակցական եւ ներկայացրել եմ եւ այլն պատարակի եմ մասնակցել ինչի համար որովհետեւ դե մեկը պետք է անի բնականաբար քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության համար դա բացառիկ արժեք է ներկայացնում այստեղ բնական է հետաքրքրությունը այսինքն իմ ասած այստեղ է բայց ես ասել եմ որ մեկ է այդ հարցը լուծվելու է Հիմա էլ եմ ասում, ինչ կանշու։ Ինչպես դեր կարծիքով, որովհետև Բայց ինքը դա չարեց։ Հետ ուրիշ երկու ճանապարհ կա հիմա, ասեմ ձեզ։ Հիմա վարչապետը ընտրեց դիմելը, հա, հորդորելը, ինչպես այն երջանկահիշատակ Խոսրով Հարությունյան կար մի հատ, այդ հորդորում էին հանրապետականները։ Հիմա հորդորեց ինքը դուրս չի եկել, հա։ Խոսրով Հարությունյանը Հորդորել բառը շատ է սիրում, ինչքան հիշում եմ։ Ասացի երջանկահիշատակ։ Ես լավ եմ հիշում, չէ։ Անցյալ օրը իմաստով չեմ ասում, այդ բառեր կան, որ ամեն մեկին էր։ Հա, մանավանդ ինքը ես բան էր ասում, բանակի գեներալնի շտաբը, մի անգամ եթերով ասեցի բարեկամ, որ ասում ես բանակի գլխավոր շտաբի փոխարեն գեներալնի շտաբ, որ ասում ես այդ բանակը հզորանում են, չես փչացնում հայոց լեզուն։ Հիմա բայց փակագծում, ես չարություն չունեմ իրան, որը մեկի հանդեպ։ Այդ կարգով եւ այլն, հիմա ինչ է, երկու ճանապարհ կա։ Կամ ինքը ընտրում է, որ հայտարարել է, որ չի անելու, չի հրաժարվելու, այստեղ ուրիշ բան կա, երկրորդ մասը կա։ Քրոջ տղան, arczepiskopos-ը, բարձ է, որ այն խոսակցությունները գումարես, ինչ որ խոսում են, բարձ է, որ ինքը եթե արել է, քրոջ տղի հետ առաջինը նրա հետ է արել, իր եղբոր հետ է արել եւ այլն, չէ։ Հիմա քանի որ նա հետաքննչա մեջ վաղուց երկեր պերծել է։ Այսինքն չի աշխատի հորդորը, որ եկեղեցու համար բոլոր դեպքերում այն հիմնարկի, որին ինքը չի հարգում, եւ այն մարդկանց, ես մաքուրները նկատում, որոնց չի հարգում, ինքը կամավոր չի գնում, քրեական օրենսգիրքն աշխատելու է։ Այստեղ Հայաստանում մի բան կա, դուք նկատել եք, մեկն ասում են գնաց կներեք, բռնաբարել է Սիշմանով։ Խայտարակությունը չէ հասնում է այսինչ ճոդված։ Ասում են թե ինքը շատ արժանապատիվ մարդ է, ինքը մածահարուստ է, ինքը ինչ է, ու ինչ որ բարոյական աղբակույտ են թափում։ Ասում ես եղբայր, քրեական հանցագործություն է, դա պիտի հոդվածով պատասխան, ինքը ում տղեն է, ինչ ծառայություն ունի, մենք էլ տեսանք այդ ծառայություններն էլ բացվեց, բացի գանձագողությունը 90%-ը տակը բան չկա։ Բաներն առել են այդ բայրակթարները, ընկել ժողովրդի ջանը իրենց այս բաներով, ժուրնալիստ կոչվածներով ու աղմուկ են անում, բայց կյանքը ցույց է տալիս հատկապես վերջի տարին, որ դա այսօրվա իշխանության ներվերի վրա չի ազդում, պետք է քրեականը աշխատում է եւ այլն։ Ուզում եմ ասել, որ լավ կլինի այն ձևով լիներ, բայց ինքը հրաժարվում է այդպեսին լինել, ուրեմն դա օրենսգիրքը կա, աշխատի, բացի դրանից, դե պարզ է, որ վարչապետ եթե կոչ անի, ուղղակի բաց չի որ հավատացյալ ժողովուրդը են մարդիկ, ովքեր Հայաստանով շատ են շագիր գնալու են, ինչ անեն, վերցնեն դուրս
գցեն, չէ, ասեն ես չես, բայց հիմա լավ կլներ այդպես լիներ, բայց կամ էլ լայներ, որ են եպիսկոպոսների մի հսկա խումբ հավաքվեին, գնային, ասեին հրաժարական ես տալ, կարող է որոշել ես Հայաստանյաց առաքելական եկեղեցին վարի տաս, հանուն քեզ եւ այլն, մանավանդ, ուրեմն էս էլ կա ճանապարհ, բայց կա մեկը, ուրեմն այդ օրենքը կա, հիմա ես լինեի, հիմա ասեմ ես գործը այսքան չէի տաքացնի, ինչու, որովհետեւ դա մեր եկեղեցին է, մենք ունենք 100,000-ավոր հավատացյալ հայրենակիցներ, որոնք իսկապես նրանց եւ ոչ միայն մյուսների համար շատ տհաճ է վիճակը։ Ինքը հանուն դրա պիտի գնար մանավանդ որ շանս չունի։ Մեկը իշխանության հետ ոչ մի եկեղեցի միջնադարյան ինկվիզիցիան չի, ինքը հարց լուծի։ Ուրիշ երկրների եկեղեցիներ թիգունք են գանում սեփական պետություններին, են աղետից հետո ինչի եւ ժողովրդին։ Այս մարդիկ ռուսական ծառայության հետ կապ ունեն, ենթադրում եմ։ Ուրիշ կերպ հայերի մեջ, նայեցեք դիմադրողական ուշադիր եղեք այս ռևանշիստների, այն կիրքը Հայաստանի դեմ կռիվ տալու անկախության, հետո ուրեմն այն կիրքը, որ դրսևորվում է, քրքրում ես, տեսնում ես ռուսներն ասել են առաջ Եթե թուրքերն ասեն չեն անի, գերմանացուն, ամերիկացուն, այսպես ուշադիր եղեք, ուրեմն Ռուսաստանի շահերը պահում են, Հայաստանի դեմ կռիվ տալիս, բայց գրբանները դոլարով է լցրած։ Ես հարցն է, բայց հիմա շատ բան չպետք է բան անել, ողբերգություն սարքել, սա պատմական թնջուկ է, որ առաջացել է, մեր զարգացման հետևանքով լուծելի է եւ նոր հայրապետ կլինի տեղապականի։ Բայց խնդիրը ինչն է, տեսեք, կաթոլիկ եկեղեցում օրինակ շատ դեպքեր են լինում, որ ինչ որ հոգեվորականներ ուխտը խախտում են, գայթակղություններ են դրվում, դատվում են։ Դա է, հարցը հենց դա է, որ հանգիստ դատվում են, իրենց պատասխանատվությունը կրում են, եթե վնաս են հասցրել, փոխհատուցում են։ Հիմա մեր եկեղեցում ինչ մասին ասես, տեղեկություններ կան, հրապարակվում է ձայնագրություն, որ վարչապետի դեմ ընտանիքով ցույցերի են տանում մասնակցում։ Հրապարակվում է անվայել պահվածքով, բառապաշարով խոսակցություն։ Այս մարդկանց խնդիրն է, որ ձայնագրվել է, այս հրապարակում եք, ո՞նց է ստացվում։ Գիտեք ինչ կա, այսինքն որևէ բան չկա, որ եկեղեցական, եթե կարգազանց է, քաղաքացիական կյանքի իմաստը, օրենքի առաջ պետք է պատասխան տա։ Ուզում ես կաթողիկոս եղի, ուզում ես նախագահ եղի, ուզում ես վարչապետ։ Կաթողիկոսը միջև այսօր օրինակ չի պատասխանում։ Ինքը դետ եմ ասում։ Դուք հիշում եք այն բան կար, ազգային ժողովի նախագահ Սահակյան բանը։ Գալուստը ինչ էր ասում։ Իրենց այն կողոպուտի այն փտտուն ժամանակներ, որ հանրապետականը կողել էր գլուխը գանձարան ու գանձակողությամբ, դե հայ ենք էլի հո չենք կարող։ Սրանք այդ հայերն են, որ մենք չենք։ Ուրեմն Հայաստանը իրենք պետք է իմանան, որ ճիշտ է պետականությունը 6 տարի, որ ասում են եւ այլն, այդ կորցրել է, բայց հայ ժողովուրդ ունեցել է ինքնիշխանության, որոշակի աշխարհ եւ Օսմանյան պետության մեջ եւ ռուսական կայսրության մինչեւ 15 թիվ եւ այլն։ Այդ այդպես չի, որ բացարձակ եղել դա, երկրորդն էլ ուրեմն այդ պետականություն շրջանում եւ դրանից հետո աշխարհի մենք հայտնի ենք որպես օրինապահ ժողովուրդ, այսօր չէ, Մխիթար Գոշը մերն է, դա համաշխարհային իրավական մտքի գոհարներից մեկն է, չէ։ Հիմա պարադոքսը ինչու՞ն է ձեր նշած, ուրեմն աշխարհին Մխիթար Գոշ եւ օրենսգիր դատաստանագիր տված ժողովուրդի այսօր կաթողիկոսը ինքը իրեն դրել է մահմետական ուրեմն այդ ավանդույթի մեջ, որն է մահմետականությունը, հավատի վրա է, որ իրենք գիտեք ինչ կա, չկա, գողական աշխարհ է, ես դրա համար ասեմ ես ժողովուրդը, մենք թուրքերին, պարսիկներին եւ այլն, ժամանակի մեր գրականությունը որ նայեք, մենք իրենց անվանում ենք անօրեններ, բանը, ասում ենք անօրեն են, Խաչատուր Աբովյան կարդացեք, իրենք մեզ ասում են անհավատներ, իրենց հավատի չենք, այսինքն մեզ համար գերական օրենքն է, եւ հիմա ես առաջարկում եմ վարչապետին առանց վարանումի, առանց նեղվելու, ուրեմն քրեական օրենսգիրքը վերցնել մտնել եկեղեցի,
շպրտել ցանկացածի վզին տալով, մնացածը մեր եկեղեցին կգա սեփական ծառայության եւ այդ փակեմ խոսքս հետեւյալով, հա, մեր եկեղեցու պաշտոնական անունը, որը գալիս է Գրիգոր Լուսավորիչից, Տրտադմեծից եւ այլն շրջանից, հայաստանյաց առաքելական եկեղեցի, չկա անտիլասյան եկեղեցի, չկա, այդ միացրանք ածականներ են, մեր եկեղեցին հայաստանյաց է, նույնիսկ եթե մեր ժողովրդի մի տոկոսը Հայաստանում ապրի, որպես պետականություն, 90 ենթադրենք 9%-ը դրսում մեկ է, մեր եկեղեցին հայաստանյաց է եւ վերջ հարցը փակում է։ Հիմա նաեւ հիմնավորումը տամ ասածից ու վերջացնենք երևի։ Առաջին անգամ, երբ որ Տրտադմեծը Գրիգոր Լուսավորիչին հայոց հարաբերտ դարձնելու խնդիր ուներ ինքը թագավորը հավաքում է եպիսկոպոսած ժողով եւ առաջադրում է Գրիգոր Լուսավորիչին։ Ժողովը նրան ընտրում է եպիսկոպոսապետ, այսինքն այդ եպիսկոպոսների միջի առաջինը, գլխավորը, որովհետեւ ղեկավարը, սա ինչ է նշանակում։ Ձևական մասը բարձ ասեցի, ունի քաղաքական խորք, որն է, որ թագավորը, այսինքն պետական իշխանությունն է ուրեմն գերակա եկեղեցու հանդեպ, հակառակը չի կարող լինել, բացառված է եւ ասում են, որ Տրտադմեծը ունեցել է երկու գահ, որը մեկ իրեն գահն է, կողքին ունեցել է նաև մի գահ Գրիգոր Լուսավորիչի ուրեմն համար, այսինքն այդ գերակայությունը պատմականորեն, իրավականորեն այն ժամանակվա իրավա խոհության ընկալման շրջանում հարցը լուծվել է ու վերջ, բայց տեսեք, մեջը դավադիր բան կա, ես Վարդանիկի արածի եւ ուրեմն իր արածի մեջ մի բառ եմ ասելու, որ տարօրինակը դուք ձեզ համար տարօրինակ չնչեց, երբ որ Վարդանիկը խոսում էր Գյումրվա անկախության մասին, անկախ ենք, այնտեղ էլ կանանց է բերել լցրել, որոնք ասում են գործ չունենք մեր Գյումրիի հետ, բա որ դուք գործ չունենաք մեր Հայաստանի հետ, հասկանում եք ոնց է, ուրեմն ես ասեմ ինչ նկատի ունեմ, ինքը խոսում է այդ բանի մասին, ուրեմն Գյումրվա անկախության մասին, ինչպես կարող է ունիտար պետության մեջ, որևէ բնակավար, այնպիսին ինչպիսին նույնիսկ, որ Կումայրին է իրականում, անկախ լինել, եւ արդյոք Կումայրի ազգաբնակչությունը կուզի անկախություն, այս մեկ երկրորդ է, եւ ինչ են ասում, եկեղեցին անկախ է, ես վստահ եմ իմ վերլուծությունով հետևելով ան, որ սա ռուսիներից ներդրված շատ վտանգավոր տերմին է, անկախություն, այսինքն Հայաստանում սեպարատիզմ են մտցնում, Գյումրի բանն էլ հաստատումն եղավ, չէ, Զախարովա ինչը, Զախարը ինչ ասում, ինչ ասում, ասում է 102-րդ բանն այնտեղ ինչ է տրվել, ինչ կա, ռուսի բան է թաղած, սպայ, հայվան, ուրեմն բա գետաշենում քո բանում Ադրբեջանում հայտնի գյուղում երկու մարշալի բան կար, այդ ինչի տեր չեղաք սովետական բանակի, ձեր բանակի, մեր չէ, սովետական բանակի երկու մարշալներն են, չէ, որ բանում հուշարձան ունեին, այնտեղ չհիշեցիք, որտեղ ձեզ պետք էր, որ ադրբեջանցիները տեղահանեին, հա գյուղը, Արցախ դաշտային եւ այլն։ Հիմա այս ունի փաստեր է բերում, հիմնավորում, այդտեղից ուրեմն ինչ է լինում։ Երկուսն էլ քաղաքական վտանգավոր խաղ են խաղում։ Եվ իշխանություն սա պետք է նկատի ունի սեպարատիզմ, այսինքն առաջացնում են Գյումրին, կարծես թե Կումայրին։ Ես ասում եմ հատուկ մեր հայրենագիտների համար քաղաքացիների, բնակիչների առանձնացնում են անկախ ուրեմն Գյումրի, անկախ եկեղեցի, հարցը էս է, ումից անկախ, բարձում է Հայաստանի իշխանությունից, որովհետև իրենք ռուսական ներկայություն են, հասկանում եք ոնց է, որը իրականում հնարավոր չի կարող լինել, եւ ես կրկնեմ, ուրեմն շատ հրաշալի է, որ անվտանգության ուժեր աշխատեցին, այդպես, բայց մի դիտողություն ունեմ, դե հանգիստ աշխատել հանգիստ, առավոտ լուսաբացին ժամ 2-ից 4-ին, որ մինչև հավաքվեն, մինչև եւ այլն հարցը փակել, չի կարելի էսպես
անգներ քաշքշեն, էս անեն, են անեն։ Ոնց կարելի է։ Շատ երջանիկ էր բերման ենթարկվում Վարդան Ղուկասյանը։ Հա, երջանիկ, դե ազգային հերոս է դառնում ինքը գիտի։ Հիմա երբ որ ինձ թվում է ներսում հոդվածները համապատասխան տեղն են մտցրել, ընդդեղից լուր է գալիս, որ ինքը սոված է։ Սոված են քանը կերեր, տողեր գորը սոված լինի։ Բայց իրենք իրավունքը չունեն այս մի 30,000 քառակուսի կիլոմետրը տրոհեն։ Դա քաղաքական ես մեղադրանք եմ ներկայացնում, քաղաքական մեղադրանք եւ եկեղեցու պետերին ովքեր դա են անում եւ ուրեմն գումարի այդ բանին ավականի պիտի դրանով զբաղվեն, դա անգախ է։ Հիմա պարոն Շիրինյան, տեսեք, նրանք ովքեր խոսում են եկեղեցու դեմ, Տեր Արամ օրինակ, կարգալույծ է արվել Կտրիչ Ներսիսյանի կողմից, երեք տեսանք ինչ եղավ Հովանավանքում, Կիրակի օրը սպասվում է Սուրբ Պատարագ մատուցման, վարչապետն էլ մասնակցելու է։ Մի քանի եկեղեցականներ այս ընթացքում խոսել են այն բոլոր բարքերի դեմ, որը վարչապետը թվարկեց, մեկը Բոսյակ է, մեկը սեռական մոլագար է, մեկը KGB-ի գործակալ է, Բենտլի ունեն, 3 հատ կնիկ եւ այլն։ Բայց ընդհանուր փոփոխություն ինչպես է հնարավոր անել, սա է հարցը, որովհետեւ տպավորություն է, որ ինքը կարճած է մնում այս։ Ինքը դե ասեցի, ինքը չի կարող Ես ենթադրում եմ ինչ կլինի, ինչ եթե կհամ մարդիկ հալածվում են։ Եթե ոչ ճիշտ իմանան, հոգեվորականները դիմանալու մեծ բաշար ունեն։ Իրենք այնքան բան են տեսել, դա էլ ինչ է, չեմ ուզում ես խոսեմ։ Վարչապետ այնքան բան ասես, որ չծանրացնեմ վիճակը։ Ուրեմն հիմա կաշխատի քրեական օրենսգիրքը։ Ձեզ մոտ էր կարծեմ ես մի անգամ ասեցի, որ Վարդանիկը որ են քամինարում էր, ինչ-որ Բելարուս, Մելարուս էր, ասի, սա հաստատ քրեական հոդվածի հոտարել է, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի, իրանք քաղաքական հալածյալի տեսք է տալիս, երկու օր հետո տարան։ Հիմա նույն պրոցեսի մեջ են, բայց իրավաբան համակարգ պետք է աշխատի։ Ես չպետք է նայել, կաթողիկոս է թե չէ։ Կաթողիկոսից ինչ են ասում, չէ, մեր պատասխանատուից ցանկացած ավելի շատ պատասխանատվություն է պահանջվում, ոչ թե արտոնություն է, ինքը առնվազն ուրեմն ընտանիք ունի, իսկ հայոց հայրապետ ընտանիք չպետք է ունենա, հիմա հարցս ռևանշիստներին է, դուք ես բոլոր ուզում եք արվամոլություն բանիշ, որ ասում են, դուք ընդունում եք, որ դա նորմալ է և եկեղեցին չպետք է մաքրվի, Հիմա ինչ է, ես գիտեմ ինչ է անում, ինչի է ծկծկում, թե չէ վաղուց հրաժարական էր տվել, նա արտաքին միջամտություն է հայցում։ Սպասում են օրինակ 26-ին ինչ-որ մի բան անեն, ինչ է Չեն կարող, որովհետև եթե Ռուսաստանի վերջին հույսը եկեղեցին է մնում։ Չէ, Ռուսաստանենքի վերջին հույսը ունի, որ իմ էլ վերջին հույսն է, որ մինչև մյուս տարի Ռուսաստանը կմեռնի, մենք կազատագրվենք։ Ուրեմն մենք հիմա, այսինքն կմեռնի են իմաստով, որ մեզնից վազ կգա։ Ուրեմն այդ արտաքին միջամտությունն է, իրենք պետք է մի բան հասկանան, որ ուրեմն եթե միլիարդատերը, բարերարը, Հայաստանի կողոպտիչը իրականում կամ ինչը եկել է եւ այստեղ փոխանակ ղեկավարի քաղաքական շարժում 4 օրում քաղաքական շարժում պատկերացնեք ծաղր է, բայց դրա փոխարեն ուղղակի կնում մտնում է անցքը արդարադատության անցքը, որտեղ սա հիմա այս բարերը ջոկում են, ուրեմն որոշել են Գիտեք, չէ ինչ է անում, Հայաստանում եկել է փող աշխատելու, ովքեր որ Հայաստանի Հանրապետության շահեր են պաշտպանում, ուրեմն սրանց բարերի վրա խաղ են անում եւ դատն է տալիս, որոնցից մեկն էլ ես եմ ուրեմն, այնտեղ Ազատ Արշակյանն է, ես վստահ եմ, որ Հայրիկյանն էլ որ ասենք որ մարդու ծառայություն եւ այլն, Հայրիկյանն երևի չգիտեմ իր իմացածով սխալ բառ օգտագործել, չնայած հայերեն չգիտի, նրան էլ պետք է դա, այսինքն այս տերորն են անում։ Այդ տերորով մարդը գնաց մտավ ճաղերի հետև, ուրեմն պետք է ակնկալել եւ հասկանալ, որ Ռուսաստանը ի վիճակի չի ուղիղ իմաստով հարց լուծելու, բացառված է։ Հետեւաբար իրենք լավ կանեն, որ Հայաստանին չքաշեն, ներքաշեն խնդիրների մեջ։ Այս այդ հույսով է ցկցկում, թե չէ Թրամփը չի իրեն օգնելու, ով է օգնելու, Պուտինն է, ախպերն է, սրանցը գիտեք ինչ կա, ես հերու իրենցից գողապետությունը հատկանիշ ունի, սրանց մորթեսել օրենքով չեն հասկանա, որ օրենք կա, իրենք դասավորում են, դզում են, փչում են, կծնում են,
մտնում են անցքերը, հետ անցքերն են մտնում կամ հակառակն են անում, եթե մտածողությունը չլներ, այն բանը Վարդանյան Ռուբենը պիտի գնար Բաքու նստելու մոլլաների համար։ Սրանք չեն հասկանում, որ այդ ամենազոր Ռուսաստանն այլևս չկա, մնում է ինչ ամենազոր Հայաստանի Հանրապետություն եւ կայունացող իշխանությամբ եւ ժողովուրդ, որը պահում է նրան։ Իրենք սա որ հասկանան, կամավոր կհանձնվեն, բայց հույսները Լուկաշենկոն է։ Դե գնաց չէ, ես հարց եմ տվել, որ գնացիր ուրեմն Մինսկ, բացի այն պետական արարողակարգը, որ քեզ ձեռ առնելով պետական արարողակարգով ընդունեցին։ Երկրորդ մասը կա Գեներալի հանդիպել ես ՖՍԲ-ի թե չէ, հրահանգստացար, որ հեղաշրջումը գաս գլխավորես, թե մենք հարևենք, գումարներ փոխանցվել են, թե չէ, ինչ եք խոսում, եւ այլն, ինչ ես հանձնարարություն ստացել, եւ այսպես մի խոսքով, դրա համար ես ուզում եմ, որ իրավապահ համակարգ շատ ավելի հանգիստ աշխատի, բայց կտրուկ, վերջ, ու հարցը պիտի փակվի, իրենք էլ իմանան, որ այն Սերո Խանզատյանը մի ֆիլմ ունի, ինչ էր, Հույսը Հյուսիսից, այդ Հյուսիսի հույսը մեռել է, ոնց բացատրեմ այս մարդկանց, չկա։ Չեն հանձնվում, շնորհակալություն պարոն Շիրինյան, ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում քաղաքագետ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։